Սիրելի ծնողներ, այն ձայնը, այն տոնը, որով դուք խոսում եք ձեր երեխաների հետ, դառնում է նրա համար սովորական, ընկալելի, ընդունելի եւ սպասելի տոն եւ ձայն։ Եթե դուք ձեր երեխայի հետ խոսում եք անհարգալից, կոպիտ տոնով, եթե նրան դուք վատ բառեր եք ասում, եթե դրան դուք նեղացնում եք, անընդհատ ինչ-որ պիտակներ եք կպցնում, ուրեմն վստահ եղեք, մեծանալով նա հենց այդպիսի հարաբերություններ, այդպիսի ընկերություն, ռոմանտիկ հարաբերություն, ընտանեկան հարաբերություն է ընտրելու, քանի որ դա նրան սովորականը, ամենաընդունելին ու ամենածանոթն է։ Եթե դուք խոսում եք ձեր երեխայի հետ, մի պահ կանգ առեք ու մտածեք, կուզեիք արդյոք հետագայում նրա կինը, ամուսինը, սկեսուրը, ընկերը, եղբայրը, ընկերները, աշխատակիցները այդ տոնով, այդ ձայնով, այդ խոսքերով, այդ բառապաշարով խոսեին ձեր երեխայի հետ։ Եթե այո, ուրեմն շարունակեք նույն ձևով։ Եթե ոչ, ուրեմն մտածեք, ինչը կփոխեիք։ Ինչպես կուզեիք ձեր երեխայի ամուսինը, երբ նա մեծանար, կինը, աշխատակիցը, տնօրենը, ընկերը խոսեին իր հետ։ Այդ նույն ձևով այսօրվանից սկսեք խոսել նրա հետ ինքներդ։ Խոսեք այդ տոնով, այդ բառապաշարով, այդ հարգանքով, այդ, չգիտեմ, մոտեցումով, որով դուք կուզենաք ուրիշները վերաբերվեն։ Անչափ կարևոր է սա։ Մի մտածեք, որ ձեր ասած խոսքը ուղղակի կանցնի, ուղղակի երեխան կմոռանա ձեր խոսքի տոնը, բառապաշարը, երեխա է, շատ բան չի հասկանում։ Այո, բայց այդ ամեն ինչը մնում է իր մեջ, ու այդ ամեն ինչը դառնալու է այն հիմքը, որի վրա նա հետագայում կառուցելու է իր ընկերությունը, իր ընտանիքը, իր հարաբերությունները։ Մտածեք, ինչպիսի հիմք եք կառուցում ձեր երեխաների համար։